Բարիձես օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 22 դեկտեմբերի երկուշաբթի։ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հաստատվել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Փաշինյանը նաև ելույթ է ունեցել։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, նախ տեղի ունենում նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը։ Իր խոսքում Հայաստանի վարչապետն ընդգծելով, որ ներկայումս մշակվում է եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները, նկատում է, այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների եւ այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը ըստ նրա կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ։ Միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման եւ ներմուծման, դիվերսիֆիկացիային եւ ամրապնդում ԵԱՏՄ դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում իհարկե ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։ Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումը Նիկոլ Փաշինյանի խոսքով ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է, ինչն ըստ նրա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում եւ պարզեցում, ինչպես նաեւ տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Հայաստանի ղեկավարը համոզված է, հանձնաժողովն անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը, փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։ Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության եւ ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Այս առումով գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան-Բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Վարչապետը նաև ընդգծում է վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը տնտեսություններում կայուն աճում է։ Ըստ նրա, այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի եւ զբաղվածության զգալի մասը։ Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը եւ մրցունակությունը, բարձրացնում ընթացակարգերը եւ ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։ Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։ Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս նշանակալի ուղղություն է համարում նաև թվայնացումը։ Նրա գնահատմամբ կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում էլեկտրոնային առևտրի համար։ Վարչապետը հայտարարում է, որ այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ։ Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, եւ արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ, ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։ Այս համատեքստում այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկը ապրանքների տեղաշարժի թափանցիկության եւ հետագծելիության բարձրացումն էր։ Դրոշմավորման համակարգերի զարգացումը, անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ ստվերային շրջանառության նվազեցմանը։ Այս միջոցառումներն ուղղված են բարեխիղճ մրցակցության ապահովմանը եւ ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը, միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։ Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն եւ ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, եւ այսօր ընդունված զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը։ Ելույթի վերջում Հայաստանի ղեկավարը եւս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը, ի նպաստ տարածաշրջանի տնտեսական կայունության եւ կայուն զարգացման։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։
Նիկոլ Փաշինյանը այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին լրագրողների զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Բազմակողմ միջոցառման ավարտից հետո Պուտինը պլանավորում է նաև երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Լրագրողներին ասել է Պեսկովը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչում աշխարհի մոտ 32 դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին եւ բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Բոլոր այդ դիվանագետները նշանակվել են նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, նշելով միայն, որ ցանկացած վարչակազմի օրոք փոփոխությունները բնականon գործընթաց են։ Հանգստյան օրերին Մայամիում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի եւ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Կուշների միջև։ Իդեպ նույն վայրում մեկ օր առաջ բանակցել են նաև Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունները։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ Ուկրաինան ձգտում է արդար եւ կայուն խաղաղության։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե Մոսկվան հավանաբար գոհ չէ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերջին տարբերակից, որը մշակվել է Ուկրաինայի եւ նրա եվրոպացի դաշնակիցների մասնակցությամբ։ Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում բանակցել է Դոնալդ Թրամփի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Կուշների հետ։ Դմիտրիևի բանակցությունները Ուիտկոֆի եւ Կուշների հետ տևել է 2 օր։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ինքը նույնպես կարող է միանալ Մայամիում կայանալիք բանակցություններին։ Նա ասել է, որ առաջընթաց է գրանցվել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քննարկումներում, բայց դեռ շատ բան կա անելու։ Մենք փորձում ենք կատարել այն դերը, որով պետք է պարզենք, թե արդյոք կա որևէ համընկնում, որի հետ նրանք կարող են համաձայնության գալ։ Եվ սա այն է, ինչի վրա մենք շատ ժամանակ եւ էներգիա ենք ներդրել, եւ շարունակում ենք դա անել։ Ինչ այդ Մայամիում տեղի ունեցել բանակցություններ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև, որից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիտկոֆը հայտնել է, որ Կիևի բանակցությունները Վաշինգտոնի եւ եվրոպական ներկայացուցիչների հետ արդյունավետ եւ կառուցողական են։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ Ուրբաթ օրը Թրամփի ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել նաեւ ուկրաինական պատվիրակության հետ, որը գլխավորել է ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների միջև ուղղակի բանակցություններ չեն նախատեսվում։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել է. Դմիտրիևի հիմնական խնդիրն է հասկանալ ուղերձը, նա պետք է տեղեկատվություն ստանա այն մասին, թե ինչի վրա են աշխատել ամերիկացիներն ու եվրոպացիները։ Այնուհետև նա կհաղորդի այդ մասին պետության ղեկավարին, ասել է Պեսկովը։ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների տարբերակը ներկայումս չի քննարկվում։ Բանակցություններ են նախատեսվում Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի միջև։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը բանակցություններ վարել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։ Մակրոնը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ բանակցությունների վերսկսումը բխում է եվրոպացիների եւ ուկրաինացիների շահերից։ Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների Մակրոնի հետ։ Այս ընթացքում Ուկրաինայի իշխանությունները եւ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ ռուսական զորքերը մտել են Սումիի մարզի սահմանամերձ Գրաբովսկոյե գյուղ։ Ուկրաինական կողմը պնդել է, որ գյուղի բնակչությունը բռնի կերպով տարհանվել է Ռուսաստանի տարածք։ Ռուս օկուպանտները Ուկրաինայի փոքրիկ Գրաբովսկոյե գյուղից առևանգել են 5 տասնյակ քաղաքացիական անձանց, հիմնականում տարեց կանանց։ Մենք պահանջում ենք, որ մեր քաղաքացիական պատանները վերադարձվեն իրենց տները։ Այս 50 մարդիկ, ինչպես հազարավոր այլ քաղաքացիական անձինք, այդ թվում ուկրաինացի երեխաներ, բռնի կերպով արտաքսվել են։ Իսկ ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է լցանավ։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր լիակատար շրջափակել Վենեսուելա ելք ու մուտք անող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարները։ Վենեսուելայի իշխանությունները նավի առգրավումը որակել են որպես գողություն եւ խոստացել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու համար, որ ամերիկյան գործողությունները անպատիժ չմնան եւ դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։
Սա երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում երկրորդ լցանավի առգրավումն էր։ Այս անգամ կալանված նավը ԱՄՆ պատժամիջոցների տակ չէր։ Blue Origin-ը անվասայլակով առաջին մարդուն ուղարկել է տիեզերք։ Շաբաթ օրը պարալիզացված ոտքերով գերմանացի ինժեները եւ 5 այլ ուղևորներ 10 րոպեանոց թռիչք են կատարել Blue Origin հրթիռով, հասնելով երկրից 65 մղոն բարձրության վրա։ Դա երբևէ ունեցած ամենահետաքրքիր փորձառությունն է, ասել է Միխայելա Բենթաուսը վայրեջքից հետո։ 7 տարի առաջ Բենթաուսը ողնաշարի վնասվածք է ստացել, բայց դա չի խանգարել նրան իրականացնել իր վաղեմի երազանքը՝ տիեզերական թռիչքը։ Ալլաղ Ալաչյան, Հորիզոն։ Թուրքիայի խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ падգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Վեճը սկսվել է իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության եւ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդի հանրապետական կուսակցության падգամավորների միջև։ Ծեծկռտուկին միացել են այլ падգամավորներ։ Մոտ 10 րոպե տևած միջադեպից հետո նիստը շարունակվել է։ Չնայած լարվածությանը 2026-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է բարձրաստիճան զինվորական Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը։ Նախաքննության տվյալով գործի է դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարք։ Քննիչները միջադեպի հանգամանքներն են պարզում, պաշտոնյաները չեն բացառում ուկրաինական հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը։ Հարուցված է քրեական գործ։ Ամանորյա տոնական ռիթմեր ու տրամադրություններն արդեն բոլոր տեղերում։ Հեքիաթային կերպարների ուղեկցությամբ գունավոր լույսերի միջավայրում փոքրիկները մասնակցել են Գյումրիի բարեկամության այգում կազմակերպված միջոցառմանը։ Նախատոնական օրերին այգին ստեղծագործողների շատ ընկերությունների համար վերածվել է ներկայանալի հարթակի։ Ոչ միայն Շիրակի, նաև Հայաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչների համար ամեն տարի այստեղ կազմակերպվող Ամանորյա տոնավաճառը ձեռագործ աշխատանքները արտադրանքը ցուցադրելու ու վաճառելու հնարավորություն է տալիս։ Զուգահեռ ձմեռային ակտիվության սիրահարների ժամանցն այս տարի ևս կապահովի այգու սահադաշտը։ Բոլոր հյուրերն ու երեխաները միասին երկերաժշտության ուղեկցությամբ վառել են բարեկամության այգու տոնածառի լույսերը։ Չնայած ցրտին ջերմ միջավայրը հյուրերին ակտիվ է պահել մինչև ուշ երեկո։ Կատարումներով հանդես են եկել Գյումրիի երաժշտական դպրոցների սաներն ու Դեղցանիկ մանկապատանեկան համույթը։ Որ այս օրը եւս հիշարժան դարձնել իրենց համար, մարտաշատ է, բոլորը ակտիվ են, ինչը մեզ համար շատ կարևոր է եւ շատ ոգեւոր է։ Բարեկամության զբոսայգում սկսվել է ամանորյա տոնավաճառը դեռ դեկտեմբերի 19-ից եւ շարունակվելու է մինչեւ ամսվա վերջ, որտեղ որ ներկայացված են ոչ միայն Գյումրիից, այլ նաեւ Հայաստանի տարբեր տեղերից եկած արվեստագետներ եւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր որ իրենց արտադրանքն են ներկայացնում եւ կարող են վաճառք իրականացնել։ Հատկանշական է, որ տաղավարները նաեւ անվճար են տրամադրված եւ լավ հարթակ է, որպեսզի ներկայացնեն իրենց ունեցած արտադրանքը եւ իրենց պոտենցիալը։ Մենք այս տարի որոշեցինք բարեկամության այգու հետ միասին անցկացնել մի հիանալի ամանորյա հրաշք, որը կօգնի նաև քաղաքի երեխաներին եւս մեկ տոնական օր ունենալ քաղաքում։ Կարծում եմ այսօր արդեն իսկ պարզ է, որ հաջողվել է, որովհետեւ այստեղ են գրեթե քաղաքի մեծ մասը եւ շատ ուրախալի է, որ քաղաքը ոգևորված եկել է այսօր ու ընդունում է, որ քաղաքը ոչ միայն մեկ գլխավոր տոնածառ ունի, այլ նաև կան շատ թաղամասեր, որտեղ կարող են լինել տոնածառներ, որոնք պետք է նույնպես այն մեծ շկով վառվի լույսերը։
Արևամանոք հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամն ամփոփել է Հայաստան զինված հակամարտություններից տուժած երեխաների եւ ընտանիքների տոկունության ձևավորում ծրագիրը։ 2022 թվականից իրականացվող ծրագրի շրջանակներում հոգեբանական խորհրդատվության, սոցիալական ուղեկցման եւ համայնքային աջակցության միջոցով օժանդակել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Ծրագիրն իրականացվել է գործընկեր կազմակերպության երեխաների հարցերով միջազգային կաթոլիկ բյուրոյի հետ համագործակցությամբ։ 44-օրյա պատերազմը Արցախից 100 հազարավոր մարդկանց բռնի տեղահանությունը եւ դրանց բարդագույն հետևանք հոգեբանական ու սոցիալական խնդիրները առաջ բերեցին տագնապի, անորոշության, մեկուսացվածության եւ անելանելիության ծանր մթնոլորտ։ Ադապտացիան եւ նոր իրականության գիտակցումը բոլորի մոտ միանգամից եւ սահուն կերպով չէր ընթանում։ Արցախցի ընտանիքներին անհրաժեշտ էր մասնագիտական լուրջ աջակցություն, որը կօգներ դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից եւ հնարավորություն կտար վերաինտեգրվել ու շարունակել կյանքը նոր էջից։ Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը նախաձեռնեց տոկունության ձևավորման երկփուլ ծրագիր։ Տասնյակ ընտանիքներ եւ 300 երեխաներ ստացել են հումանիտար եւ հոգեհուզական աջակցություն։ Հիմնական նպատակը 44-օրյա պատերազմից տուժված ընտանիքների հոգեբանասոցիալական աջակցություն էր։ Առաջի փուլը նվիրված է շատ դրա, բայց այնպես ստացվեց, որ դեպքերը, իրադարձությունները համընկավ նաև Արցախյան բռնի դեպքերի հետ ու ընդհանուր ծրագիրը ավելի ընդգրկուն դարձավ։ Դրա համար մենք որոշեցինք փոփոխության ենթարկել ու ընդհանուր ասել, որ դժվար իրավիճակում հայտնված ցանկացած անձ կարող է մեզ մոտ օգնություն գտնել։ 2022 թվականից մեկնարկած եւ շուրջ 3 տարի շարունակված ծրագրի շրջանակում Արևամանուկ հիմնադրամի մասնագետներն իրականացրել են անհատական եւ խմբային հանդիպումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման դասընթացներ եւ հոգեբանական աջակցություն, ուղղված առավել խոցելի ընտանիքներին։ Աջակցություն ստացած ընտանիքները կարողացել են հաղթահարել վախն ու ընկճվածությունը, կարգավորել ընտանեկան հարաբերությունները եւ ձևավորել փոխադարձ ըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ։ Երեխաների եւ նրանց ծնողների հետ անցած ճանապարհը թեև հեշտ չի եղել, բայց իրականացված քայլերը տվել են տեսանելի արդյունքներ։ Զինվոր եմ փոքիկ, կոպ ազատ խոսքը կպահենգանիկ։ Հիմնական դժվարությունները երեխաների մասով սոցիալական դեզադապտացիաներ, վարքային մի շարք փոփոխություններ, խոսքային բարբառային դժվարությունների մասով, իսկ մեծամահասակների մասով հիմնական դժվարությունը նրանում էր, որ ընտանիքում արդեն կոնֆլիկտային վիճակները որոշակի չափով սրվել են եւ ընդհանուր առմամբ ծնողները այն հիմնակարներ, որտեղ ընտանիքում կայունությունն էին փորձում պահպանել եւ շատ դեպքերում մոռանալով սեփական ստրեսային եւ հիմնական գործոնները, որոնք կային, արդյունքում շեշտը դնում էին միայն երեխայի հոգեկան բարեկեցության վրա։ Սակայն մեր առաքելությունը ոչ միայն երեխաները, նաև ընտանիքի աջակցություն տրամադրումներ, արդյունքում դրական փոփոխություններ ունեցել ենք։ Սկզբնական փուլում միանշանակ շատ դժվար է եղել, կապված եւ հոգեբանական դժվար վիճակի եւ իրենց դիմադրության հետ եւ այլն, բայց ինչն է, երբ որ լինում է երկարատև աջակցություն, մենք հանգիստ սպասում ենք, երբ իրենք պատրաստ կլինեն խոսել իրենց դժվարություններից ու ներգրավել աշխատանքում ու բնականաբար երեխայի դեռահասներդ ավելի բարդ է իրականացվել, բայց երբ որ իրենք տեսում են, որ կա ապահով միջավայրում մարդ, որ պատրաստ է իրենց լսել առանց քննադատության, արդեն իրենք եւս պատրաստ են քեզ ընտառաջ գալու։ Հոգեբանական աջակցության հետ մեկտեղ ընտանիքները հիմնադրամի սոցիալական աշխատողներից ստացել են ուղեկցում, ուղղորդում եւ միջնորդություն, ինչպես նաեւ ապահովվել առաջին անհրաժեշտության եւ հիգիենայի պարագաներով, սննդով, կենցաղային տեխնիկայով, իսկ երեխաները գրենական պիտույքներով եւ խաղալիքներով։ Ծրագրի կարևոր ուղղություններից մեկը կանանց զորացումներ։ 21 կին մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների, եւս 7-ը ստացել բիզնես ֆինանսավորում։ Արևամանուկ հիմնադրամը դարձել է այն կամուրջը, որի միջոցով կանայք մուտք են գործել աշխատաշուկա եւ կարողացել հոգալ ընտանիքի սոցիալական կարիքները։ Շատերը թերևս ունեցել են բարձրագույն կրթություն, սակայն չեն կարողացել գտնել իրենց համապատասխան աշխատանք դերևս տեղահանումից հետո, ուստի եւ իրենց համար առաջնային էր, որպեսզի կարողանան արագ ինտեգրվել աշխատաշուկա, որպեսզի իրենց սոցիալական խնդիրները կարողանան ի վերջո լուծել։ Իրականում ընդհանուր հաջողված առաջի փուլում 7 կին ունենք շատ հաջողված պատմությամբ, ովքեր իրենց բիզնեսն են վարում եւ 15 կանայք, ովքեր ներգրավել են աշխատաշուկայում։ Սկզբնական շրջանում գործատուների հետ համագործակցությունը մի փոքր ավելի շատ բարդ էր, բայց մենք խնդրել ենք, որ մենք ուղարկում ենք ձեզ մոտ, եթե լինեն լավ արդյունքներ, կխնդրենք, որ իրենց դիտարկեք որպես աշխատակից։ Օրինակ, այդպես ունեցանք եւ վարսահարդար, եւ հաշվապահ, նույնիսկ մասնագիտության ընտրության առումով որևէ սահմանափակում չի եղել։ Ու գործատուների հետ եւս շատ լավ կարողացանք այդ հարցերը կարգավորել։ Բացի Շիրակի մարզից ծրագրի շահառուներ են ունեցել Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզերից եւ Երևանից։
Ծրագրի արդյունավետությունն ու գրանցված հաջողությունները պատասխանատու թիմի աշխատանքի շնորհիվ է։ 122 մասնագետ մասնակցել է տոկունություն կշթողներ վերապատրաստման դասընթացներին, եւս 53 ուսուցիչ Շիրակի մարզից տրավմա եւ սթրեսի հաղթահարումը թեմայով դասընթացների, երեխաների եւ նրանց ընտանիքների հետ աշխատանք իրականացնելու համար։ Մասնագետների փորձն ու ձեռք բերած հմտությունները ամփոփվել են տոկունություն, տեսությունից դեպի պրակտիկա գիրք ուղեցույցում։ Կազմված է երկու մասից, տեսական եւ գործնական մասերից, այսինքն սկզբնի մասում բացատրվում է ինչ է տոկունությունը եւ ինչի համար է այն կարեւոր եւ այն գործիքակազմը, որով իրականացվում է երեխաների հետ աշխատանքի ընթացքում եւ հիմնականում մենք այդ գործիքակազմը տեղայնացրել ենք մեր մշակույթին համապատասխան եւ այն մասնագետներին հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել իրականացնելիս։ Հաջողված այս ծրագիրը Արևամանուկ հիմնադրամի շուրջ 25 տարի շարունակ իրականացվող մարդասիրական նախաձեռնություններից մեկն է։ Հիմնադրամի գործունեության առանցքում մեկ կարևոր նպատակ է՝ դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանասոցիալական աջակցություն, օգնելով հաղթահարել սթրեսը եւ բռնության հետևանքները, պաշտպանել սեփական ու շրջապատի իրավունքները եւ ձևավորել հոգեպես ու հուզականորեն կայուն անհատներ։ Ամփոփիչ համաժողովի ընթացքում քննարկվեցին ծրագրի շարունակականությունը ապահովող քայլերը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։ Սպասարկման ոլորտում հաճախորդների հետ կապի ամրապնդումն ապահովում է գին որակ սպասարկում համակցությունը։ Գյումրիում գործող Շին Պլազա շինանյութի վաճառակետը առաջնորդվում է հենց այդ մոտեցումով։ Ամանորի եւ իր գործունեության 20-ամյակի առիթով խաղարկություն է անցկացրել։ Մասնակցել են Շին Պլազայի հավատարիմ հաճախորդները։ Վիճակահանության արդյունքում հաղթողները ստացել են անակնկալ նվերներ։ Գյումրիի խորենացի 66 հասցեում գործող Շին Պլազա շինանյութի վաճառակետն արդեն 20 տարի ծանոթ է բոլոր նրանց, ովքեր իրենց նոր տան շինարարությունը կամ վերանորոգումը կատարել են այստեղից ձեռք բերված որակյալ շինանյութերով։ Շին Պլազայի առաջարկը բազմազան է տեսականու եւ գնային սանդղակի առումով։ 2 տասնամյակների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել հեղինակություն ու վստահություն շնորհիվ ապահոված որակի ու սպասարկման։ Շին Պլազան սպառողին առաջարկում է տանիքի բազմատեսակ ծածկերի տեսականի մեջ շինարարական բազա, որոնց մեջ մտնում է եզրահան տախտակներ, նրանց մեջ մտնում է երկաթյա խողովակներ, արմատուրաներ եւ շատ մեծ շինարարական ապրանքներ։ Կարճ ասած, Շին Պլազան առաջարկում է իր սպառողին տունը հիմքից կառուցելու համար մինչեւ տանիքը վերջացրած։ Շին Պլազան ունի մեծ շինարարական բազա եւ մասնաճյուղեր Երևանում, Վանաձորում, Դիլիջանում, իսկ ընկերության գլխամասը Գյումրիում է։ Հենց այս վաճառակետից վերջին 2 ամիսների ընթացքում 120,000 դրամ եւ ավելի արժողության գնումներ կատարած հաճախորդների համար կազմակերպվել էր խաղարկություն։ Մեծ խաղարկության օրն է Շին Պլազայի ու ուզում եմ շնորհավորել ձեզ, որովհետև արդեն մասնակից դառնալը եւ արդեն օգտվելը Շին Պլազայից դա հաղթանակ է եւ հաջողություն է։ Խաղարկվում էին թանկարժեք նվերներ, յուրաքանչյուր մասնակցի տրվել էին կտրոններ, որոնց մի մասը պտտվող վահանակի մեջ էր։ Պատահականության սկզբունքով ընտրված կտրոնների տերերը դարձան խաղարկության հաղթողներ։ Մրցանակների ցանկում առաջինը սմարթ ժամացույցներն էին։ Կտրոն համար 2675 651 Արմեն Աղաբաբյան։ Շնորհավորում ենք ձեզ, դուք շահել եք Շին Պլազայի կողմից սմարթ ժամացույց։ Խաղարկության ընթացքում 3 հաղթողների հանձնվեցին սմարթ ժամացույցներ, եւս 2 հաճախորդ ժամացույցների արժանացել էր սոցցանցերում Շին Պլազայի հայտարարած լավագույն հումորային մեկնաբանության համար։ Հաջորդ թիվ կրկին պատահականության սկզբունքով ընտրված 3 մասնակից նվեր ստացան պլանշետներ, 1 մասնակից էլ հեռուստացույց։ Հեռուստացույցը բաժին է հասնում։ Կտրոն համար 26 75 598 Մելքոնյան Ռուբիկ։ Բարձր, եկեք բարձր ծափահարենք Մելքոնյան Ռուբիկին, շնորհավորում ենք ձեզ։ Ապրանքս միշտ ստիտ եմ վերցրել, ուշ տեղից չեմ վերցնել, չնագարլություն։ Ուշ այել եմ ես հեռուստացույց։ Ամենավերջինը հայտնի դարձավ այն հաճախորդի անունը, ով շահեց գլխավոր մրցանակը՝ iPhone 17 հեռախոսը։ Գլխավոր մրցանակը iPhone 17-ը Կտրոն համար 26 75 574 Գևորգ Սիմոնյան։ Ունենք բարձր ծափարենք մեր այսօրվա գլխավոր մրցանակակրին, ով շահեց Շին Պլազայի կողմից iPhone 17։ Վերջի անգամ որ օգտվա, այս թիտեղներից գնացինք մոտ 300,000-ի, շահեցի iPhone հեռախոս։ Շատ լավ խանութ է, շատ լավ սպասարկում է, մենք շատ շնորհակալ ենք իրանցից։
Շին Պլազան հաճախորդների վստահությանն արժանացել է այն որակի ու սպասարկման համար, որը նրանց կրկին ու կրկին բերում է այս վաճառակետը։ Հենց սա է Շին Պլազայի շուկայական մրցակցությանը դիմակայելու եւ այդ մրցակցությունում առաջատարի դիրքերից հանդես գալու բանաձևը։ Իսկ ամանորի նախաշեմին խաղարկության անցկացումը հաճախորդների հետ կապի ամրապնդման, նրանց գնահատելու եւ համագործակցությունը կարեւորելու նպատակ ուներ։ Մի փոքր ավելի կարողացանք մենք մտերմանալ մեր հաճախորդների հետ, մեր սպառողների հետ, բոլորի հետ էլ ավելի լավ դրացիական հարաբերություններ կարողացանք հաստատել նաև այս խաղարկության միջոցով։ Անակնկալներով հարուստ խաղարկությունն առաջին անգամ էր Շին Պլազան անցկացնում, բայց ընկերությունը խոստանում է այն շարունակական դարձնել։ Շին Պլազան ոչ միայն որակյալ շինանյութ է առաջարկում ու ապահովում, այլ նաև ջերմ վերաբերմունք, իսկ ջերմությունը յուրաքանչյուր նոր կառուցվող կամ վերանորոգվող տան հիմքում պետք է լինի։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի համար ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։